Էրեբունի բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժական համակարգի ներդրումից հետո իրականացվեց ընդհանուր առմամբ 10-րդ վիրահատությունը նորագույն այս տեխնոլոգիայի կիրառմամբ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և լրագրողների այցի ժամանակ բժշկական կենտրոնի ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնում իրականացվում էր ուրոլոգիական արդեն 7-րդ վիրահատությունը։ Ինչպես հավաստիացնում են մասնագետները, տվյալ ռոբոտիկ վիրաբուժության համակարգը կարող է կիրառվել ինչպես ուրոլոգիական, այնպես էլ գրեթե բոլոր վիրահատությունների դեպքում։ Երկու շատ բարակ թաղանթներ կան, որոնց այդ երկու թաղանթների միջով են մտել հիմա, դից կարող է հեշտ չլինի, բայց կտեսնեք այնտեղ կախված մասի փոքր դա թաղանթներն են։ Եվ այդ թաղանթի տակ մտնելով, որը իդեպ կարողանում են իդեալական անել ռոբոտիկ համակարգով, մենք կարողանում ենք բուժառուների նյարդանոթային խցելը պահպանել, որից կախված է հետվիրահատական շրջանում սեռական ֆունկցիան եւ իզապահությունը։ Ռոբոտը հագեցած է շարժունակության ճկուն համակարգով, ինչպես նաև տեսախցիկով ու էկրանով, որոնք պատկերներն արտացոլում են եռաչափ։ Ռոբոտիկ վիրահատությունը համարվում է նվազագույն ինվազիվ եղանակ, վիրահատությունը համեմատաբար կարճ է տևում, իսկ հետվիրահատական շրջանում ցավերն արտահայտված չեն լինում։ Հայաստանում արդեն իսկ գործում են ռոբոտիկ վիրաբուժության 3 կենտրոններ։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր առաջատար կլինիկաները շատ մեծ տեմպով համալրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Ռոբոտիկ վիրաբուժությունը իհարկե ինչ-որ առումով նաև սիմվոլիկ է, ըստ էության արտահայտում է վերջին զարգացումների ձեռքբերումները եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը համընթաց գնում է զարգացմամբ, բայց ես ուզում եմ նշել, որ սա միայն չի սահմանափակում ռոբոտային վիրաբուժությամբ։ Ես ուրախ եմ, որ մեր բժշկական կենտրոնները ըստ էության հագեցվում են նորագույն սարքավորումներով եւ բոլոր այն ներամուծությունները, որ աշխարհում բժշկագիտության մեջ դառնում են պրակտիկայի մի մաս, գալիս են նաեւ Հայաստան։ Չնայած ռոբոտիկ վիրաբուժությունը դեռևս ներառված չէ համընդհանուր առողջապահության ապահովագրության փաթեթում, սակայն դրա ուղղությամբ առաջիկայում համապատասխան աշխատանքներ կիրականացվեն։ Առաջիկայում պետք է աշխատենք, հասկանանք վիրահատության ինքնարժեքը, հասկանանք դրա ծախսերը մի փոքր ավել Հայաստանի կոնտեքստում եւ ապագայում էլ իհարկե պիտի դիտարկենք արդյոք լապարասկոպիկ վիրահատությունների փոխհատուցման շրջանակներում մենք կարող ենք նաեւ թույլ տալ, որ համավճարով ռոբոտային վիրաբուժությունը եւս դառնա մեր ապահովագրության փաթեթի մի մասը։ Ռոբոտիկ վիրաբուժության դեպքում կարևորվում է նաեւ բուժառուի հետվիրահատական վերականգնման արագ ընթացքն ու քիչ բարդությունները։ Պացիենտի վերականգնման եւ հետվիրահատական ընթացքը ավելի կարճացնում է, բարդությունները ավելի քիչ են լինում եւ ըստ էության նաեւ որոշակի օրգան համակարգերի ֆունկցիոնալությունը ապահովելու համար շատ ավելի նորագույն լուծումներ են։ Առողջապահության նախարարի խոսքով ժամանակակից լուծումներով առողջապահական կազմակերպություններն արդիականացնելու քաղաքականության շրջանակներում մի կողմից ավելացվում են ծառայությունների գնման ծավալները, մյուս կողմից գործում են լիզինգային ծրագրեր, որից ոլորտն ակտիվորեն օգտվում է, համալրվելով նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով ու համընթաց լինելով աշխարհում բժշկագիտական տեխնոլոգիական զարգացումներին։ Վան Նովիկով, Armenpress։